Ինչ վերաբերվում է ելակ եւ վարդ։ ՔՊ ղեկավարի կարծիքով Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքները Լարսից հետ են գալիս, որովհետև սահմանված ստանդարտներին չեն համապատասխանում։ Ինքն էլ չի պատրաստվում Հայաստանի ինքնիշխանության հաշվին աջակցել այն գործարարներին, որոնք անորակ ապրանք են տանում Ռուսաստան։ Եթե ձեզ թվում է, թե նախկինում խնդիրներ չեն եղել, դուք չարաչար սխալվում եք, այդ նույն խնդիրները անընդհատ լինում են։ Նոր խստացումները կապ չունեն Մոսկվայի եւ Երևանի լարված հարաբերությունների հետ, վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Մայիսի 30-ից Հայաստանից արտահանվող թարմլոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծման վրա նոր սահմանափակումներ են լինելու։ Ըստ ռուսական գերատեսչության, հայկական մրգերի եւ բանջարեղենի Ռուսաստան մատակարարման ոլորտում խախտումներն ավելացել են։ Պոտենցիալ ունենք։ Ըստ Փաշինյանի, ստանդարտներին համապատասխանող ապրանքների համար 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում, ու իրենք ձգտում են դեպի այդ շուկա։ 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում, եւ այդ բոլոր շուկաները այսօր բաց են Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ընդհանուր Եվրամիության արտահանման դեպքում մաքսատուրքի վճարման աջակցության ծրագիր ենք ստեղծել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվրամիության ստանդարտներին ձգտող Փաշինյանը չի բացառում, որ անգամ մինչև 2045 թիվը Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, ժամանակը ցույց կտա, ասում է ՔՊ ղեկավարը։ Կարող են լինել էմոցիոնալ, երբեմն սադրանքների տրված հայտարարություններ, բայց մենք ներվի մեջ չենք մտնելու, մենք ասել ենք, որ Ռուսաստանի լեզվակռվի բանավեճի մեջ չենք մտնելու եւ ընդհակառակ աշխատանքային կարգով բոլոր այդ թվում ամենապրոբլեմատիկ հարցերը քննարկելու են։ Փաշինյանն ակնարկում է, որ Հայաստանի տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, եթե անգամ ԵԱՏՄ-ում խնդիրներ լինեն։ Միլիարդների, տրիլիոնների ներդրումներ են սպասվում, ինչը որոշակի նյարդ է առաջացնում ռուսների հետ շփումներում, ասում է ՔՊ ղեկավարը։ Նա նորից հիշեցնում է, որ հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողել, որ ինքը կներեք մնա մետաղի ջարդոնի կարգավիճակում։ Ինքը տարանցման մեծ պոտենցիալ ունի եւ ելի մենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն։ Անդրադառնալով նախորդին Ռուսաստանից Հայաստանի արտգործնախարարություն ուղարկված նամակին, ըստ որի Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, Փաշինյանը խոստովանում է, թե վերջին 8 տարում շատ են նման նամակներ ստացել։ Ես նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Եվ ես դա տրական տրանսֆորմացիա եմ համարում եւ երեկվա հանրահավաքներում, հանդիպումներում ես նաեւ դրան եմ արձագանքել, ասելով, որ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետություն միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Մինչ Փաշինյանը խոսում է սպասվող միլիարդների ու տրիլիոնների ներդրումների մասին, Մոսկվան շարունակում է հիշեցնել, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը քայքայում է երկու երկրների փոխշահավետ ռազմավարական գործընկերությունը եւ ստեղծում է ռիսկ, որ Երևանը կկորցնի դրանից ստացվող բոլոր օգուտները։ Россия остается ведущим экономическим инвестиционным партнером Армении. Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական եւ ներդրումային գործընկերը։ 2025 թվականի վերջին Ռուսաստանի բաժինը արտաքին առևտրում կազմել է մոտավորապես 36%։ Սելխոզպրոդուկցիա, հայկական գյուղատնտեսական արտահանման մինչև 98%-ը եւ թունդ ալկոհոլային խմիչքների գրեթե 80%-ը գնում է ռուսական շուկա։ Աստանայում ուրբաթ ԵԱՏՄ ղեկավարները կքննարկեն այդ կառույցում Հայաստանի մնալ չմնալու հարցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստում Հայաստանի հարցը կքննարկվի որոշ չափով։ Կարեն Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։